Ներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Նրանք արդեն տաղավարում են, այսքան երկար սպասում են մեզ։ Նոր ներկայացման պրեմիերա է սպասվում Գյումրու Վարդան Աջամյան դրամատիկական թատրոնում, իսկ ներկայացման ռեժիսոր Մերի Մարգարյանն է եւ դերասաններից Սարգիս Հարությունյանը մեր տաղավարում են, մեզ պատմելու թե ինչ ներկայացված։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ուրախ ենք, որ այս հյուրընկալել եք։ Սիրով, նաեւ ուրախ ենք, որ հերթական պրեմիերան է պատրաստվում Գյումրու թատրոնում։ Ինչ ներկայացման մասին է խոսքը, տեղից սկսենք, հետո արդեն կանդրադառնանք ավելի մանրամասնություններին։ Ներկայացման վերնագիրը կոստյումով տղամարդիկ։ Հիմնված է կոստյումով տղամարդիկ։ Հիմնված է Ռեյ Բրեդբերի հրաշալի վանիլային պաղպաղակի գույն ունեցող կոստյումը պատմվածքի հիման վրա։ Փոքր պատմեմ շատ կարճ ինչի մասին է։ Հանգիստ կարող եք պատմել։ 6 տղամարդիկ, աղքատ, մեքսիկացի։ Ամբողջ ներկայացման մեջ 6 տղամարդ են։ Սարգիս երևում է, որ մեքսիկացի։ Այո, մեքսիկացի, քանի որ շուտով պրեմիերա է։ 6 երիտասարդ մեքսիկացիներ աղքատ հավաքվում են միասին եւ փորձում են գնել մի վանիլային գույնի հրաշալի կոստյում, որ կարողանան ինչ անել այդ կոստյումով։ Ահա, որ Կոստյումը պետք է ի վերջո դե գեղեցկացնի տղամարդուն։ Մեկին ինքնավստահություն, մյուսին երազանքի կատարում, տարբեր։ Մեկին հանդիպում, գուցե կանացել, մեկին աշխատանքի, ինչ-որ աշխատանք գտնելու կամ ներկանալու աշխատանք ձեռնելու համար տեսք։ Հա, ճիշտ եմ։ Այո, ճիշտ եք հասկանում, այստեղ քանի որ ներկայացումը երիտասարդ տղաների մասին է, շատ կա թեմա յուրաքանչյուրը իր պատկերացրած ապագան ունի, թե ինչպես է ինքը պատկերացնում իր ապագան, ու քանի որ աղքատ են Մեքսիկայում են, իսկ Մեքսիկայում աղքատությունը շատ սուր է դրսևորվում, այնտեղ դժվար է աղքատությունից դուրս գալ, յուրաքանչյուրը այդ կոստյումով փորձում է գնալ հնարավորություն ստեղծել իր համար դեպի այն ապագան, որը ինքը պատկերացնում է, դա առաջի քայլ է դեպի իրենց երազած ապագան։ Այստեղ մի պահ ուզում եմ ասել, Մերի շնորհակալություն, վերջապես տղամարդկանց անդրադարձանք, որովհետև դու հասկանում ես ինչքան շատ ենք վերջին շրջանում կանայք, կանանց իրավունքները, կանանց մեգամսյակը եւ Մերին հասկացավ, որ տղամարդկանց պետք է վերադառնան նրանց երազանքները։ Պատահական է չէ, որ ապրիլի 16-ին է նշանակվել։ Հասկանում ես, ոչ թե օրինակ ապրիլի 1-ին կարող լիներ, կարող մարտի 20-ին լիներ, բայց չէ։ Ավարտվի, ավարտ չէ, ամեն ինչ ժամանակն ու տեղը ունի են, պետք չէ իրադարձությունները շտապեցնել։ Եվ այսպես կատակերգություն է, ֆիքսենք, որ սա կատակերգություն է, արդեն իսկ սյուժեն ենթադրում է, թե ինչ մոտավորապես ինչ իրավիճակներ կարող են լինել 6 տղամարդկանց հետ, որոնք որ մեկ կոստյումով են ներկայանում։ Խոսենք փորձերի ընթացքից եւ ձեր 6 դերասանական տղաների փորձից։ Դե իրականում արդեն իսկ հետաքրքիր էր կատակերգություն, որովհետև գործող դերակատարներից մեծ մասը վերջին ներկայացումը, որի մեջ զբաղվել ենք, եղել է Խավարի առաքյալները հոգեբանական դրաման, ու միանգամից անցում դեպի կատակերգություն։ Դե պետք է դերասաններից Խավարից հանել հետաքրքիր Իհարկե ծանոթ չէինք Մերիին, Մերի ձեռագրին, աշխատելավոճին, բայց ընթացքում, հա, կարելի է ասել, մեր կապը մտերմիկ, ջերմ դարձավ։ Սարգիս, իսկ հիմա ճիշտ ասա, հեշտությամբ ստացվեց աշխատանքները, թե մինչև ատում եք Մերի։ Ընթացքում ավելի ջերմ ենք դարձել միմյանց հանդեպ, թե որպես դերասան ռեժիսոր, թե որպես մարդ։ Իսկ այդ պահը, որ տղամարդկանց պատմությունը բեմադրում է կին, դա խանգարում է, դա տարաձայնություններ առաջանում է։ Նախ չկասկածեցիք ոչ մի բան, եւ հիմա փորձերի ընթացքում օրինակ դա չի խանգարում։ Որովհետեւ Մերին շատ լավ կարողացել է հասկանալ երիտասարդ տղաների հոգեբանությունը, հա։ Վերջապես մենք էլ ենք կարողանում դա անել։ Չէ, դուք ոչ թե դուք կներեք Սարգսյան, բայց ոչ թե դուք կարողանում եք, այլ դուք իհարկե տղամարդուն կարող են նրանք հասկանալ, այդ տղամարդիկ չեն կարողանում կանանց հասկանալ։ Հա, դրա համար է այն թեման ավելի միշտ սուր եւ ակտուալ։ Լավ, վերադառնալով։ Շատ լավ, Մերի մոտ ստացվեց հասկանալ տղամարդկանց երազանքները պատկերացնել։ Կարողացել ենք շատ լավ կատակերգություն ստանալ, ֆանտաստիկ ներկայացում։ Իրականում ընթացքում հասկացել ենք նաեւ, որ գործում ենք մի ռեժիսորի հետ, ով ունի ֆանտաստիկ միտք, ով ունի գեղեցիկ նուրբ գեղագիտական ճաշակ ու ստացանք մի շատ հետաքրքիր կատակերգություն։
Ստացել եք արդեն 2 օրը մնացել պրեմիերային, բնականաբար ներկայացումը արդեն պատրաստ է։ Հույզերը Ներողություն, ինչքան է տևողությունը, 2 գործողություն է, 1 գործողություն է։ 1 գործողություն է, տևողությունը 1 ժամ 20 րոպե։ Բավականին հագեցած 1 գործողություն է։ Այո, Ինչ լուծումներ կան, երաժշտություն, ինչ երաժշտություն է կոպտերում, երաժշտությունը, նկարչությունն ումն է, զգեստները ումն է։ Ուրեմն ասեմ, որ ինձ հետ աշխատել է մի շատ հետաքրքիր նկարիչ Նելի Բարսեղյանը, իր հետ 3-րդ անգամ եմ աշխատում ու միշտ մեծ հաճույքով, որովհետև ունի բացարձակ ճաշակ, ամբողջությամբ վստահում եմ իրեն ու շատ հետաքրքիր ֆանտազիա։ Նշեցի, որ գործողությունները տեղի են ունենում Մեքսիկայում, մեր մեքսիկացիները, ու ասեմ, որ երաժշտական ձևավորումն էլ ամբողջությամբ մեքսիկական երաժշտություն է, միջավայրը Մեքսիկան է, ու ասեմ, որ ինձ համար հենց այդտեղ էլ շատ հետաքրքիր աշխատանք կար, չգիտեմ, մի տեսակ շատ սիրեցի մեքսիկացիներին, շատ հետաքրքիր են ու ինձ համար ինչ-որ նմանություն կար գյումրեցիների հետ, այո, որովհետև մի տեսակ շատ էմոցիոնալ բան ունեն մեքսիկացիները, որ ինձ համար գյումրեցիներն էլ ունեն, այսպիսի տաք էմոցիոնալ։ Ես առաջարկում եմ մոտ ժամանակներս անպայման գնալ Սկզբից դու գնալ Մեքսիկա, կշրջես, մի քիչ կնայես, կտնտղես, հետո ինչ-որ կապեր ձեր կբերես, ընկերություն, բարեկամություն, հետո կգաս դերասանին արդեն թարգմանած հենց օրիգինալ տարբերակը մեքսիկերեն կարելի արդեն սովորեցնել ու հյուրախաղերով գնալ այդտեղ։ Հետո իրանց կհրավիրենք, իրենք արդեն հայերեն չէ, Գյումրու բարբառը կսովորեն, որ Գյումրու բարբառով գան մեր թատրոնում խաղալ, այսպես փոխանակում կլինի, կհիշեք չէ միտքի մեջ։ Անպայման, ես կգրենք, բանի հեղինակ։ Միտք Ռուբեն։ Բայց միտքը քեզ բավարար է, թե դու ուզում ես, որ քեզ էլ իրենց հետ տանեն։ Ես հերվես չէ, տեղ չկա, միշտ մարդ չկա, մի դերասան ավել տարեք, ես ինչ եմ գալիս։ Նկատում եմ, որ հարաբերությունները շատ կարևոր են։ Ամսի 16-ին Տոմսերը կարող ենք ձեր բերել, թե արդեն սպառված են։ Արդեն սպառված են տոմսերը։ Լավ, իսկ հաջորդ ներկայացումը երբ կլինի։ Հաջորդ ներկայացումը կլինի մայիսի 10-ին։ Մայիսի 10-ին, ինձ թվում է արդեն սպառվեցին, մյուս ներկայացումը կլինի։ Չէ, մայիսի 10-ի տոմսերը դեռ չեն սպառվել, կարող եք։ Բայց ամեն դեպքում ներկայացումը խաղացանկային ներկայացում է, թատրոնում կարելի է նաև խաղացանկին հետևել ու Այո, իհարկե։ Մի փոքր էլ Սարգիսը պատմի որպես դերասան, սա ինչ փորձառություն է եղել, օրինակ կան ինչ-որ դրվագներ, որպես դերասան, որ այստեղ առաջին անգամ ես փորձառում, նոր գույներ ես քեզ համար բացահայտում, եւ նաև խաղընկերներիդ տեսանկյունից է փորձես մի քիչ բացես, որովհետեւ դե ամեն դեպքում վեց դերասան եք, միայն մեկն է եկել, մի քիչ իրանց մասին էլ մի բան իմանանք։ Ընկերներ ենք, հա, ու միմյանց աշխատելավոճին ծանոթ ենք։ Այս ներկայացումից մի շատ կարևոր ու լավ բան եմ հասկացել, որ կյանքում շատ հաճախ մենք փորձում ենք կարևորել անձնական ցանկությունները ու ինքնըստինքյան անկարևոր ենք դարձնում հենց ամենակարևորը մարդկային արժեքը, որովհետև ինչքան էլ ներկայացումը կատակերգություն է, իր վերջաբանը դրամատիկ է։ Այսինքն հանդիսատեսը կարող է գալ ներկայացումը դիտել ու վերջում հասկանալ, որ ամենակարևորը դա մարդկային արժեքն է ու շատ հաճախ մենք գնահատելով մարդկային արժեքը գնահատում ենք հենց անարժեք մարդկանց միջոցով։ Մենք աշխատել ենք միմյանց հետ տղաներով շատ, այս բaragայում միայն մերին էր նոր։ Իսկ 6 տղամարդ մեկ բեմում բնականաբար դա ենթադրում է, որ յուրաքանչյուրը միայն տղամարդիկ չէ, 12 Այո, շատ ավելի առանց աղջիկների չերլինի ինչ-որ կերպ շեշտել իրենց։ Բայց այնուամենայնիվ 6 հիմնական այդ տղամարդկանց կերպարները պետք է իրարից տարբերվեն, 6 տարբեր գույն երանգ ստանալ, դա հեշտ չէ իրականում բացարձակ, ինչպես է կարողացել այսպես մեկը մյուսին չխանգարել։ Բայց հոլովակը որ դիտեցի, բոլորը նույն կազմվածքին են։ Կարծում եմ պատճառը։ Հա, որ կարծում եմ բոլորը կարողանան։ Այո, այստեղ կերպարը հենց նախաձեռնողը կոստյում գնելու, հենց Սարգիս Գոմեսն է, Սարգիսի դերակատարմամբ, ու այնպես է, որ իհարկե այստեղ կա չափազանցության գրոտեսկի բա, որ ինքը 2 ամիս փնտրում է 6 նույն կազմվածքով, նույն ուսերով, նույն ոտքերով, ամեն ինչ նույն 6 տղամարդկանց ու վերջապես գտնում է այդ 6 տղամարդուն ու միասին են գնում 34 համարի կոստյումը։ Ու առաջին անգամ այստեղ այո հասկացիր մերին որ գտնի արդեն թվով գիտի 34 համարի։ Սարգիս ջան քո չափսերների մացակ 34
Այստեղ այ մոտ առաջին անգամ է ստացվում, որովհետև նա իր ամբողջ կյանքում ձգտում է իր նպատակներին ու ոչինչի չի հասնում։ Առաջին անգամ հասնում է, դե չեմ բացի փակագծերը ասելով էմոցիաները, ապրումները սպասում են հրավիրում։ Հեշտությամբ ընտրվեց 6 նույն կազմվածքի արտիստները։ Եվ բոլորն են թատրոնի հենց արտիստները։ Խափել ենք։ Չէր լինի դե 6 նույն կազմվածքի։ Մի քանիսը շատ նույն կազմվածքի են, նույնիսկ որ դերձակի մոտ գնացինք, ասեցին, «Իս ինչ նույն կազմով, բոլորը նույն չափսեր ունեն», բայց մեկը մի քիչ խափել ենք, բոլորը չեն նույն կազմվածքի։ Ոչինչ, լավ։ Հա, բայց դե ինձ թվում է տենց չեն հասկանա։ Ավելի հարեն թե ավելի մի քիչ չենք ասի չեն իմանա։ Քաշավակած, բոյերի հարցն է այստեղ, բայց բարձրահասակ լինելու խնդիրն է։ Թե լավ, չենք ասի չեն իմանա, եւս մեկ անգամ հիշեցնենք պրեմիերան ապրիլի 16-ին է, տոմսերն արդեն սպառված են, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ ներկայացումը խաղացանկային է լինելու, հաջորդը լինելու մայիսի 10-ին, ճիշտ եմ չէ՞ ասում։ Մայիսի 10-ին, այնպես որ սա եւս մեկ հնարավորություն է եւ գնալ Գյումրի եւ նոր ներկայացում դիտելու, իդեպ Գյումրու Վարդան Աջամյանի դրամատիկական թատրոնը պարբերաբար նոր ներկայացումներ եւ պրեմիերաներ ունի, այնպես որ մենք նույնիսկ չենք հասցնում մեկը մյուսի հետևից։ Ես դեռ ունեմ խաղացանկից ներկայացումներ, որոնք չեմ հասցրել դիտել, ու արդեն նորն է։ Շաբաթ կիրակի կարելի է գնալ, բայց 16-ին չես կարող գնալ, մայիսի 10-ին կգնաս։ Մայիսի 10-ին կգնաս։ Մայիսի 10-ին անպայման գնաս։ Չնայած Գյումրի առանց պատճառը կարելի է գնալ, բայց այս դեպքում ավելի եկեղեցիկ դառնում գնալու այսպես պատճառը, երբ որ առիթը, երբ որ թատրոնն է լինում։ Մերի սա առաջին համագործակցություններ թատրոնի հետ։ Այո, սա առաջին համագործակցություններ։ Հրավերը չկա էլ դեռ։ Հույս ունեմ կլինի, որովհետև ինձ շատ դուր է եկել Գյումրու դրամատիկական թատրոնը։ Ես կարող եմ ասել, որ դա հիանալի տեղաստեղծագործող մարդու համար, որովհետև բոլորն են նպաստում, բոլոր օղակները ամբողջությամբ տրվում են, այնպես որ մաքսիմալ քո ուզածը ստանաս։ Եվ ոչ հակառակը, երբ խանգարում են, ամեն ինչ փորձում են անել այնպես, որ չհաջողվի, որ տապալվի, այստեղ բայց դա էլ է թատրոնի բնորոշումը։ Բայց երևի ես բախտավոր եմ, որովհետև իմ մոտ դեռևս այդպիսի բան չի եղել, որտեղ էլ աշխատել եմ, հատկապես քանի որ հիմա այն չեք պատկերացնի բացի աշխատանքային ստեղծագործական մթնոլորտը թե ինչքան լավն է, իհարկե կպատկերացնեք, որ գյումրեցիների հետ ինչքան լավ կանցնեն 3 ամիսները, ինչ ուրախության, ինչ ծիծաղի մեջ անցել այդ 3 ամիսները, այնպես որ տխրելու եմ շատ, որ 2 օրից հետ եմ գալիս։ Ես ողջունում եմ ողջ ստեղծագործական խմբի, ողջունում ենք, շնորհավորում ենք, հաջողություն ենք մաղթում եւ սպասում եմ, որ արդեն հաջորդ ներկայացումներին մենք էլ կարողանանք գալ դիտել, ձեզ եւս հաջողություն, չհուզվեք, չլարվեք եւ կփայլեք ձեր պրեմիերային։ Մենք վստահ ենք, որ շատ հաջող է անցնելու, ինչպես Մերին է պատկերացրել, կամ ինչպես նաեւ մնացած բոլորը, բացի ռեժիսորից, նույնությամբ նույնիսկ մի բան էլ ավելի լավ հաստատ կանցնի եւ շատ այսպես խիստ դատող հանդիսատեսը Գյումրու վստահաբար կընդունի եւ կսիրի։ Ձեզ լավ ենք մաղթում, ամսի 16-ին Սելերս տեղի կունենա պրեմիերան, բայց ավաղ տոմսեր չկա, մայիսի 10-ին կարող եք ձեռք բերել։ Իսկ հիմա կարող ենք եւս մեկ անգամ վայելել երաժշտություն, վերադառնալ, որովհետեւ արդեն պետք է հրաժեշտենք այսօր վերջանում, հա, պաստորը։ Պատկերացնում ես վերջանում եւ առաջին անգամ մենք տխուր ենք այդ առիթով։ Օ, 2 շաբթի համար, վայ։ Լավ, երաժշտություն լսենք, վերադառնանք, ձեզ արդեն պետք է ավաղ ստես։